Գրել ենք ըստ հերթականության կշարժվենք եւ առաջին հարցը Factor TV Ռոզա Վարդանյան։ Տիկին Գալյան, խոսեցիք ցմահ դատապարտյալներից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասով, մի փոքր կցանկանայի մանրամասնեինք, օրինակ պրոբացիոն ծառայությունը հիմնականում 20-30+ տարի անազատության մեջ գտնվող անձանց մասով գրեթե միշտ բացասական բնութագիր է տալիս, ու առաջին հարցը ուզում եմ անդրադառնանք, արդյոք սա չի նշանակում, որ համակարգն է թերի աշխատում, որովհետև անազատության մեջ գտնվող անձի հետ, եթե 20-30+ տարի դու աշխատանք ես կատարում, ինչպես է ստացվում, որ անձը ուղղման կամ վերասոցիալականացման ճանապարհով չի գնում։ Սա այդ մասով եւ երկրորդն էլ արդեն եթե անգամ պրոբացիան դրական բնութագիր է տալիս կամ բացասականով թեկուզ գնում է դատարանների հիմնականում ցմահ դատապարտյալների մասով եմ ես ուզում եմ նշել, որ միշտ մերժում է գրեթե 1 տարի, 1 դեպք ունենք անցած տարվա եւ դրանից առաջ մինչեւ 22 թվական որևէ ցմահ դատապարտյալ պատժի կրման ռեժիմից պատժի կրումից ազատ չի արձակվել։ Ուզում եմ հասկանալ այստեղ մենք ինչ ունենք, դատախազությունն է մշտապես բողոքարկում, ունենք արդյոք դատարանների համար կարծրատիպ է կամ, չգիտեմ, այսպես շակերտավոր ասած վախենում են ցմահ դատապարտյալին ազատության մեջ տեսնել կամ ազատ արձակել, մենք այստեղ համակարգային խնդիր ունենք լուծման համար։ Ձեր վերջին հարցադրումները ձեր հիմնական հարցադրման պատասխաններն են ըստ էության։ Եվ համակարգային խնդիր ունենք ներհամակարգային այն առումով, որ զեկույցների բովանդակությունը լավարկման կարիք են զգում, դրա համար ես իմ խոսքում նշեցի, որ մենք կատարելագործելու ենք պատժից պայմանական վաղակետ ազատելու ինստիտուտը եւ նախատեսելու ենք, որ քրեակատարական ծառայությունը պատժի կրման ընթացքում դրսևորած վարքագիծը պետք է գնահատի, իսկ պրոբացիայի ծառայությունը միայն հասարակություն վերադառնալուց հետո դրսևորելիք վարքագծին պետք է հնարավոր գնահատական տա, այսինքն կանխատեսումների եղանակով դա պետք է տեղի ունենա եւ այդ երկու զեկույցները պետք է ոչ թե հակասեն իրար, այդպիսի իրականություն այսօր երբեմն ունեն մենք, այլ փոխլրացնեն։ Դրա համար անհրաժեշտ է, որ այդ զեկույցները պատասխանեն տարբեր հարցերին։ Մենք հիմա մշակում ենք այն հարցերի շրջանակը, որոնց պետք է պատասխանեն այդ երկու զեկույցները, եւ ես վստահաբար կարող եմ նշել, որ դրանք ավելի մարդակենտրոն ու օբյեկտիվ են լինելու, որովհետև հստակ հարցերի են պատասխանելու։ Նույն բալային համակարգն է լավարկվում, այսինքն իմիտացիոն չպետք է լինի այդ բալային համակարգը եւ հնարավոր օբյեկտիվ, ամենաօբյեկտիվ պատկերացումը տա անձի վերասոցիալականացման ուղու եւ հետագայում նրա հնարավոր վարքագծի հետ կապված։ Սա ներհամակարգային խնդրի լուծման հնարավոր տարբերակն է, որ մենք որպեսզի ճանապարհով մենք առաջ ենք շարժվում։ Մյուս ձեր մտահոգությունները, դրանք էլ են ինչ-որ առումով տեղին, այո, դատարանները մտահոգվում են կամ գուցե կարծրատիպային մոտեցում կա, գուցե հաշվի են առնում արարքի վտանգավորությունը, որովհետև եթե անկեղծ լինեմ, մենք շատ քիչ ցմահ դատապարտյալներ ունենք, որոնք որ օրինակ մեղադրվել են ժամանակին 1 կամ 2 անձանց սպանության մեջ, մենք ունենք շատ սարսափելի դեպքեր իրականում, իհարկե դեպքից կտրվելով պետք է հասկանանք, որ այդ վերասոցիալականացման ճանապարհը անձը կարողանում է անցնել կամ պետք է անցնի, բայց ամեն դեպքում դատավորները կայացնում են այն որոշումները, որոնք կայացնում են, բայց դուք ձեր խոսքում նշեցիք, որ անցած տարի մեկն է ազատվել, նախկինում չի եղել, այդպես չէ։ Այո, ընդհանուր, եթե չեմ սխալվում, 5 կամ 6 ցմահ ազատազրկված, ընդ որում այդ թիվը 2018-ից հետո է եղել, այսինքն հեղափոխությունից հետո է եղել, ու ես ժամանակին հենց աշխատել եմ այս ոլորտում կրկին որպես նախարարության փոխնախարար, նախարարի տեղակալ, ու դա հնարավոր է դարձել այդ ժամանակահատվածում։ Ես հույս ունեմ, որ մեր մասով աշխատանքների ամփոփումը կնպաստի ինստիտուտի կիրառմանը նաև ցմահ դատապարտյալների դեպքում, բայց ցավով պետք է նշեմ, որ մենք ունենք նաև օրինակ, երբ նախկինում ազատ արձակվածը կրկին կատարել է, ենթադրաբար կատարել է քրեորեն հետապնդելի արարք եւ այս պահին process-ներ են իրականացում եւ սա մեծ ցավով եմ նշում, որովհետեւ մեկ անձի արարքը ստվերում է մեկ այլ անձանց հնարավոր վարքագիծը ապագայում եւ նաեւ կրկին մտահոգություններ է առաջացնում եւ դատարանների եւ դատախազության համար։ Մեդիահաբ